Տիկին Կոսի հայտարարությունը կարծում եմ կապված է շատ կոնկրետ նախագծի հետ։ Դուք գիտեք, որ Եվրամիության հետ համատեղ ծրագիր կա Հայաստան-Վրաստան էլեկտրոէներգիայի փոխակերպման կայան կառուցելու վերաբերյալ վարկային ծրագիր կա, որը գործում է շատ երկար ժամանակ, ինքը շատ բարդ ծրագիր է եւ մենք աշխատում ենք այդ ծրագիրը իրականացնելու մասին։ Սա նրա մասին է, որ էլեկտրական էներգիան մի քիչ տեխնիկական բաներ է, այսքան լավ չեմ տիրապետում, Հայաստանից Վրաստան, Հայաստան-Վրաստան, Իրան արտահանել ներմուծելիս որոշակի ռեժիմային խնդիրներ են առաջանում եւ ծրագրի իմաստն է նա, որ փոխակերպման կայան կառուցի, որը առանց համակարգերի կամ համակարգերի հատվածներ անջատելու հնարավորություն ունենա էլեկտրաէներգիա ներմուծել եւ արտահանել եւ դա բացարձակապես որևէ կապ չունի ՀԵՑ-ի հետագա կառավարման խնդիրների հետ։ ՀԵՑ-ի հետագա կառավարման խնդիրների վերաբերյալ իմ դիրքորոշումը, կառավարության դիրքորոշումը, մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, կա երկու տարբերակ։ Տարբերակ 1, դա դառնում է պետական ամբողջությամբ սեփականություն եւ հանձնվում է հավատարմագրված կառավարման եւ երկրորդ տարբերակը, որ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության։ Ինձ համար ցանկալին առաջին տարբերակն է, բայց քանի որ առաջին տարբերակում նաեւ վճարումներ պետք է արվեն, հիմա շատ բան կախված է թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի ՀԵՑ-ի համար։ Եթե գինը կրելի կլինի պետական բյուջեի համար, ես կնախընտրեմ, որ դա լինի 100% պետական սեփականություն եւ դա հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերության։ Եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել, կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր պլան Ա-ն առաջինն է, այսինքն որ սեփականատերը լինի Հայաստանի Հանրապետությունը։